Անունդ Անդրանիկ, ջոկատդ Մասիս, հոգումդ հայրենիք, նպատակդ հաղթանակ։ Անդրանիկ Թորոսի Բարության, Արցախյան ազատամարտում փարահեղ մարտական ուղի անցած հայրենիքի սուրբ նվիրյալ։ Ծնվել է Մասիսի շրջանի Մարմարաշեն գյուղում 1965 թվականի աշնանային գեղեցիկ մի օր ու ամեն առավոտի աչքերը բացել նայել Մասիսներին։ Գյուղի դպրոցում աչքի էր ընկնում կրակոտ, շուտ բռնկվող բնավորությամբ ու Բարության ազգանունից ծնվեց նրա նորանունը Բարութ։ Տարված էր եւ ծայրեծայր գիտեր հայոց պատմությունը եւ ինչպես գիտեր։ Անդրանիկի ու Մժդեհի առասպելական պատմություններն էին կրակներ վառել պատանու սրտում, ծնելով երազանք, երբ պիտի հասնեմ լանջերիդ Մասիս։ 1989 թվական հայրենիքը վտանգի մեջ էր։ Եկել էր ժամը նվիրյալների, որ պիտի ապացուցեին ինչ ասել է հայրենիք եւ ինչ ասել է ծառայել հայրենիքին։ Անդրանիկ Թորոսի Բարությանի Մասիս ջոկատի հրամանատար Բարութի մարտական աշխարհագրության հերոսական երթևեկն անցնում է Երասխով, Շամշադինով, Շահումյանով, Քելբաջարով, Շուշիով, Մարտակերտով, Հորադիզով։ Ու թե ծոցագրպանում սիրելիների լուսանկարն է եղել, ապա հոգում Մասիսներն է մարտի տարել իր հետ, որպես խորուրդ ու խորհրդանիշ մեծ պարտավորություն ուներ Անդրանիկ հրամանատարը, ջոկատի անունը Մասիս էր։ Ու դրանից է, որ հաջողությամբ էր պսակվում ճակատամարտի ամենադժվարին պահերին ճիշտ կողմնորոշվելու նրա բոլոր մտահղացումները, համարձակ որոշումները։ Հայազգը միշտ հոգով ամուր է եղել, հիմա էլ ամուր հոգով կանգնացում մեր տղաները։ Պաշտպանում, պաշտպանում։ Ինչ տրամադրություն ունենք, բարձր է տրամադրություն։ Բարձր է արքի, վճռական է վճռական։ Եթե թույլ տաս կհարցակնեն, եթե հրաման լինի, տանկատոծային կհարցակնեն, հետո վեսել կորում ենք ավտոմատով, այլևս զենքերով։ Փոփոխությունը մեծ է, ստեղծել ենք նորաստեղծ բանակ և երազը կամաց իրականություն է դառնում։ Շնորհիվ մեր ազնիվ հայրենասերների։ Շնորհիվ ես մեր ջահել տղու, ես մեր կամանձերի շնորհիվ։ Լավ տղեկներ բոլորն է գոհեն, ապրինքը որ եկավ շուտ ժամանակին հասավ։ Ես կամանձիր չեմ համարում, որպես աղբեր է ինքը մեզ։ Սենց է գտողը։ Անդրանիկի, այս սիրուն տղու։ Ոչինչ, լավ, ամենիշն լավ է։ Կարոտում են տնեսների, բայց ոչինչ։ Անդրանիկի զինվորները վրեժ են լուծում թուրքերի։ Անդրանիկի զինվորները վրեժ են լուծում թուրքերի։ Երազիմ երկիր հայրենի հոգսերդ շատ հույսըտ մեծ քարքարոտ երկիր Երազիմ երկիր հայրենի հոգսերդ շատ Արևն արդեն մոտեցել էր մայրամուտին Դաշտում միամեղ լռություն էր տիրում ու միայն վերջերը վիրավոր հողի հուշում էին որ դեռ պատերազմ է գնում խրամատի մեջ մի պատանի զինվոր կարոդով նամակ էր գրում նա հիշում էր տունը հայրենի զվարած հայոց լեռներում մի լացիր իմ մայրիկ Հորադիս 1994 թվական Գարուն ապրիլի 18
Այն վերջին օրվա մթնշաղին մայր արաքսի ջրեր նորորեցին Անդրանիկի կարոտները։ Հերոսի վերջին հայացքը գողացավ երկինքն ու տարավ խառնելու աստղազարդ գիշերների հավիտենությանը։ Գարուն է, ու էլի գարուններ կգան։ Կանաչ ու ծաղիկ կհակնի հայրենի դաշտն Արարատյան, ու ամոթխած հարցիկի պես կնազի ու կշորորա Մասիս հոր հայացքի ներքո։ Ամեն առավոտ լուսո, ցողերի հետ, ցողերի պես արցունքոտ մի կարոտ կգրկի քեզ, կսեղմի կրծքին, կհամբուրի ու կշշնջա։ Խեղճ կարոտը թևերիս, որ երբեք քեզ չհասան։ Ես խնդրում եմ իրան, ասում եմ մի կնա, ասում եմ չէ, մամա ջան, հայրենիքի մեր բուրհողը ոչ մեկ ետ չեմ փոխի։